Բակտիվնոտ Գուր, շիճետանյաշիկ շամրիտա, մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք հոգևոր կյանքի օրինաչափությունները, նրա գրագետ անցնելու ձևերը անկախ մարդու կրոնական պատկանելիությունից։ Հասել ենք այնտեղ, որտեղ արդեն Բակտիվնոտ Թակուրը ինքը քննարկում է հենց բուն հոգևոր process-ը, որտեղ ամենաառաջի գաղափարը ինքը կայանում է նրանում, որ հոգևոր կյանքը ինքը բաղկացած է երկու մեծ փուլերից, որոնցից ամեն մեկը իր մեջ ունի իր ավելի փոքր փուլերը, հա։ Ուրեմն այդ մեծ փուլերի մեջ ամտնում, այն որ կենտրոնայինը ինքը սկզբից զբաղվում է հոգևոր կյանքով, որովհետև հոգևոր գիտակցում է, որ դա է ճիշտը, հա։ Այսինքն, պետքա գաղափարից էլի, հա։ Երկրորդ էտապով անցնելով հոգևոր ճանապարհ, եթե ինքը իրոք գործում է իրական կրոնականության հետ, ինքը պետք է որ այնպիսի գիտելիք ստանա Աստծո մասին, որ քանի գնա իր սերը Աստծո հանդեպ, ուրեմն ավելանա։ Եվ երկրորդ փուլ ինքը մտնում է այն ժամանակ, երբ որ արդեն ռեալ կապվածություն ունի գերակույն աստվածության հանդեպ։ Ընդ որում այդ կապվածությունը ինքը ոչ թե սենտիմենտալ է, հա, ոչ թե նյութական բնույթ ունի, այսինքն ոչ թե Աստծուն սիրում են նրա համար, որ ինքը պաշտպանեց նյութական աշխարհի դժվարություններից կամ տվեց նյութական երջանկություններ, այլ իրան սիրում են այնպիսին է, ինչպիսին է, որ ինքը հոգևոր աշխարհում է։ Սկսում են ձգտել դեպի հոգևոր աշխարհ, որտեղ իրականում հոգևոր կյանքի վերջնական նպատակը դա ոչ թե նյութական գոյության կարգավորումն է, այլ հոգևոր աշխարհ վերադառնալը, հա։ Դե այդ բաներից այդ փուլերից ամեն մեկը ինքը ինչ էտապներով է անցնում, մենք դա մանրամասը կքննարկենք, չէ։ Եթե մենք երկու բառով կրկնենք այն ինչ որ արդեն անցանք, ապա ամենասկզբից Բակտիվնոտ Թակուրը ինքը ասեց, որ մարդիկ իրանք բաժանվում են երկու մասի, այսինքն նրանք, ովքեր որ նյութական ցանկությունների եւ կապվածությունների ստրուկն են, եւ նրանք, ովքեր այդ ստրկությունից ազատ են, չէ։ Ստրկությունից ազատվելու վիճակը ինքը սկսվում է բարոյականության օրենքները ընդունելով, որովհետեւ երբ որ կենթանիակը ինքը ընդունում է բարոյական օրենքները, դա նշանակում է, որ ինքը մի պահվածք է ընդունում կամ մի ներքին աշխարհ է իր մեջ ձևավորում, որտեղ իր բոլոր քայլերը համապատասխանում են արդարությանը եւ բարիությանը։ Երբ որ կենթանիակը ինքը իր կապվածությունների ստրուկն է, իր սրտում չկա ոչ արդարություն, ոչ բարիություն։ Ինքը ուղղակի միշտ համարում է արդար իրան ու բոլոր նրանցում ինքը կապված է եւ միշտ իրան թույլ է տալիս լինել դաժան նրանց հետ, ում հետ որ ինքը կապված չի։ Անկախ նրանից այդ ազդեցությունները լավն են, վատն են, ինչն են, ինչի համար են, ոնց են, չէ՞։ Նրանք կապվածությունների ստրուկ են։ Հիմա խոսացես դրա մասին, որ բարոյականության օրենքները ընդունողը ըստ աստվածային գիտելիքի, որտեղ մենք շատ ենք շեշտել դրա մասին, որ բարոյականության օրենքները լինում են մարդու կողմից հնարված, ուրեմն երբ որ ընդունվում է այն ինչ որ գերագույն Աստծո ազնվորությունն է առաջարկել, ապա եթե ձևավորվում է հասարակություն, որը ինքը ընդունեց Աստծո կողմից առաջադրված բարոյականության կանոնները, այնտեղ միան շատ կարևոր մարդու կյանքի համար շատ կարևոր խնդիր է լուծվում, որն է այդ խնդիրը, որ կենթանիակը ինքան կարողանում է հեշտ պահել իր ընտանիքը։ Հասկանում եք, երբ որ ինչու համար, որովհետև որ ազնվորությունն ինքը դժվար է կարողանում միջոցներ հայթայթել ընտանիքը պահելու համար, դա միշտ նշանակում է, որ ինքը աշխատում է ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Որովհետև մենք կտեսնենք, որ Բակտիվնոտ Թակուրը ինքը արիացիների գլխավոր գաղափարը կասի, հա, որ արիացիները իրենք միշտ հասարակությունը կառուցում էին այնպես, որպեսզի մարդը աշխատի այնքան, որ չհոգնի։ Հասկանում եք։ Եվ այդտեղ ամենակարևորը նա էր, որ ինքը ժամանակ էր ունենում, որ ինքը կարող է տրամադրի ընտանիքին եւ հոգեվոր կյանքին։
Եվ այդպիսի հասարակություն կառուցում են միայն այն դեպքում, երբ որ հասարակության ղեկավարները շահագրգռված են հասարակության երջանկության մեջ։ Երբ որ իրանք շահագրգռված չեն, ուրեմն այդ շահագրգռվածության բացակայությունը ամեն մի անձնավորություն կյանքի ամեն մի ոլորտում ինքը իր մաշկի վրա դա զգում է, չէ՞։ Հիմա սիրելիներս, ուրեմն իսկ նրանք ովքեր որ ղեկավարում են իրենց կապվածությունները կամ արդեն ազատ են կապվածություններից, չէ՞, խոսացվեց դրա մասին, որ իրանք ի վիճակի են լինում բոլոր 4 process-ներից հոգևոր կյանքի ընդունել 9 բակցին, այսինքն N յոգան, N հոգևոր բանը, ճանապարհը, որը նախատեսված է Աստծո հետ հարաբերություններ վերականգնելու գործընթացի վրա, չէ՞։ Ինչու, որովհետև երբ որ մենք խոսում ենք մնացած 3-ի, այսինքն կարմայի, գյանայի եւ յոգայի ճանապարհների process-ների մասին, այնտեղ բան է էլի, շատ շեշտված է նյութական արդյունքը։ Հա, կարմայում կենդանիակը ինքը ավելի շատ կապված է իր այդտեղի, որ ինքը երջանիկ կյանքով ապրի նյութական աշխարհում, ավելի շատ դրան է կապված, քան Աստծուն, հա, դրան համար ինչու։ Այնտեղ մի հատ շատ կարևոր կոմպոնենտ կա, էլի, ուշադիր լսեք ինչ եմ ասում, չէ՞։ Ուրեմն այնտեղ այդ օրինակ ասենք, այստեղ կենդանիակը ինքը ավելի շատ կապված է երջանիկ կյանքի նյութական աշխարհում, քան Աստծուն, չէ՞։ Ուրեմն ինքը ինչ է անում, ինքը խոնարհվում է Աստծուն, ենթարկվում է Աստծո կամքին, մինչև այդ երջանկությունը ձեռք է բերում։ Այն պահին, որ ինքը երջանկությունը ձեռք է բերում, ինքը Աստծուն ասում է, հիմա դու գնա տուն, հա, թող ես անկիս բայլեմ։ Հա, այսինքն միշտ կա այն դաշտը, որտեղ կենդանիակը Աստծուն բաց է տվում։ Ինչ որտեղ կապված չի, որտեղ ինքը կապված է նյութական արդյունքի, պրոստը հասկացել է, որ այդ արդյունքը Աստծուց է կախված։ Գնում է իրան բավարարում, հա, հետո հենց որ բավարարեց ստացավ այն ինչ որ իրան պետք է, գնում է այդ վայրում, այդ պահին ինքը իրան ներսում այլևս Աստծուն չունի։ Հա, ասենք գյանայի մեջ ինքը ավելի կապված է իմաստության։ Չէ, ինչու, որտեղ այդ իմաստությունը իրան յուրահատուկ հարգանք է տալիս, հոգևոր դաշտի մեջ գտնվող հասարակության մեջ, էլի, որտեղ հոգևոր դաշտում գտնվող բաները, ընդհանրապես հոգևոր հասարակությունը ինքը շատ բարձր չէ գնահատում հրաժարվածներին։ Իսկ հրաժարվածը ինքը անպայման իմաստուն է, չէ, ու ասենք իրանք ասենք այդ նստում են, մտածում են, բան են անում, իմաստություն են ձեռք բերում, հրաժարվում, բան, ու այդ հավեսն են, էլի, որ հետո դուրս է գալի հասարակություն, ու այդ պահին, երբ որ իրանք հասարակությունը իրանց հարգում է, իրանց իմաստության դիմաց, այդ պահին իրանք Աստծուն չեն հիշում։ Իրանք վայելում են իրանց իմաստությունը։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն եթե յոգայի մասին ենք խոսում, յոգայի նյութական արդյունքը դա միստիկական ուժերն են, չէ՞։ Ասեք ինքը նստող արժություն, բան շրջում են մեդիտացիանում, իջանում իր մեջ բացվում են միստիկական հնարավորությունները, չէ՞։ Ու ինքը ասեք կարող է այդ դուրս գա հասարակության մեջ դեմոնստրացիա անի։ Բոլոր եւ լավով եւ բանով, էլի որ ասենք եւ անիմաստ, չէ՞։ Անիմաստ դա անում են մեր ժամանակակից յոգերը։ Որոշ ֆիլմեր կան, չէ՞, դոկումենտալներ, ցույց են տալի, որ յոգայի կողմներ չգիտեմ, երկու հատ քրուչով վերցրեց, մեկը մտցրեց ստեղ, մեկը մտցրեց ստեղ, իրար այդ քրուչով բարձրացրեցին, իր վեժը չի։ Հա, հետո ինչ։ Հասկացաք, չէ՞։ Բայց ինքը այդ հավեսն անում են, որ տեսեք ես ինչ կարող եմ։ Ու այդ պահին ինքը Աստծո հետ չի։ Հասկացաք, չէ՞, ասում բոլոր process-ները իրանք ունեն պահ, երբ որ կենդանիակը ինքը Աստծուց կտրված է։ Ու մենակ բակցի յոգան է, որ ուզում է ինքը պարտականություն կատարի, ուզում է իմաստություն զարգացնի, ուզում է միստիկական ուժեր ունենա, ինչ ուզում է ունենա։ Այդ ամեն ինչը հենց ամենասկզբից մինչև վերջ կապված է Աստծո հետ։ Եվ այդ ժամանակ անձնավորությունը ինքը, ասենք, բարոյականությունը օգտագործում է, որպեսզի օրինակ ծառայի հանուն Աստծո։
Որտեղ ինքը միշտ ամբողջ ընթացքում դա հիշում է, որ երբ որ ինքը հոգևոր բարոյականության կանոնները խիստ պահպանում է, դա գերագույն Աստծո անձնավորության համար շատ կարևոր է, ինքը չէ միայն շատ կարևոր օրինակ է ցույց տալիս, հա։ Երբ որ ինքը իմաստություն է կուտակում, ինքը միշտ հիշում է Բաղդադի 12-րդ տեքստը, որտեղ գլուխը, որտեղ Տեր ինքը վերջում ասում է, ես ամենաշատը սիրում եմ նրանց, հա, ովքեր որ քարոզում են, այսինքն ովքեր որ գիտելիքը ձեռք բերելուց հետո տալիս են ուրիշներին, հեշտացնելու համար իրանց ճանապարհը, չէ՞։ Եվ այլն, հասկանում եք, այսինքն այնտեղ ամեն ինչը արվում է, որպեսզի любой շնորհը, հա, դար, любой շնորհը բակտի յոգայի մեջ անձնավորությունը ինքը օգտագործում է, որ փառաբանվի Աստված։ Իսկ իր համար կարևոր չի, չկասեն իր մասին որպես նվիրալի։ Իր համար կարևոր է, որ ինչ որ ինքը ցուցաբերում է, հա, մարդիկ բարձր կարծիք ձևավորեն Աստծո մասին։ Հասկացաք։ Այդ ինքը տարբերում է բակտի յոգային մնացած բոլոր process-ներից։ Դրա համար բակտի տակուրը ինքը ասում է, նրանք ովքեր որ ազատ են նյութական կապվածությունների ստրկությունից, իրանք որ իրականում ընդունել են բակտին։ Ոստեղ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդը ինքը կարող է լինի բակտի մեջ, հա, բայց իրականում բակտին ընդունած չլինի։ Այդ դրա համար ասվում է, էլի, որ այքանի կենթանիակի մեջ կա այդ երեք կապվածությունները, նյութական երջանկության, իմաստության և միստիկական ուժերի հանդեպ, ինքը դեռ իր սրտում բակտիի մեջ չի, թեկուզ էդի ձեռք է բերում բակտիի պրակտիկայի հաշվին, հասկացաք, չէ՞։ Դրա համար ասվում է, որ բակտին ինքը այնքան հարուստ է, որ իր մեջ պարունակում է էլի այդ երեք process-ների արդյունքները։ Եվ Տեր Քրիստոսն էլ ինքը այդպես ասում, որ դե ինձ համար ասենք տալ այդ գավայել կազատագրով, բան էդի ես հեշտ տալիս եմ։ Բա ի՞նչն եմ դժվար տալիս, ինձ ծառայելու իրավունք։ Հասկանում եք, որտեղ այնտեղ բան էլի իրական, ռեալ թակում ակնություն պահանջում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը քեզ կարողանա ինչ-որ մի հատ դրված ծառայություն վստահի, չէ՞։ Ուրեմն խոսված նրա մասին, որ ազատագրված հոգիները իրենք բանանում գալիս են դեպի բակտի, այն վիճակում, որ ասենք գիտելիքի միջոցով են գալի, այո, որ սկսում են լսել գերագույն Աստծո անձնավորության մասին։ Մենք ձեզ հետ անցյալ անգամ քննարկեցինք լսողության հետ կապված մի քանի նրբություններ, չէ՞։ Հիմա, ուրեմն խոսացվեց դրա մասին, և խոսում ենք այ ընդհանուր բակտիի բնության մասին, խոսացվեց այդ իր ամենակարևոր բնության մասին, որ ինքը նյութական արդյունքները իրականում տալիս է որպես երկրորդական արդյունք, հա, այսինքն իր համար այդ այդքան էական բան չի էլի, այսինքն սա միակ process-ն է, որտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արդեն կոնկրետ կենտրոնացած է, որ այստեղ կենդանիակի համար ավելի կարևոր լինի իմ հետ հարաբերությունները։ Հասկանում եք, դրա համար ասեք, ես համար կարևոր է էլի, որ մենք կարողանանք այդ իր բնավորությունը հասկանանք։ Ինքը ինչ ասում, ինքը ասում է զգայական բայակ ես ուզում, ես քեզ հետ սկզբից կասեմ վերցրու։ Ինչ իմաստություն ես ուզում, կասեմ վերցրու։ Ազատագրում ես ուզում, կարծրեմ վերցրու։ Միստիկական ուժեր ես վերցրու, առ։ Հա, այդ ամեն ինչ առ, չէ՞։ Ու այդ դու կմնաս այդ բանի մեջ, որ ինչ որ ուզում էիր ստացար, հա։ Բա ինչը մնաց։ Այդտեղ մենք մի հատ օրինակ ունենք, հոգևոր հեղինակություններից մեկի, ուրեմն իր մոտ է լինում բանը, պտիսոբայական քարը, որի հետևից այդ բոլոր էզոտերիկները ընկած են, չէ՞, ուրեմն այդ քարը լինում է իր մոտ, այդ մարդ, որին այդ թեման շատ հետաքրքրում է, իմանում է, որ պտիսոբայական քարը իր մոտ է, գնում է, տանջվում է, բան այդ նվիրալին գտնում է, այդ նվիրալի իր համար նստած, ծառի տակ գիրք է գրում,
բացի հետ կապված, այս անձնավորությունը մոտենում է իրան, ասում եմ, սի բանը խոնարհումներս բանը դաշում է, բան, այդ ճիշտ է, որ ձեր փիլիսոփայական քարը ձեր պոտը։ Ինք ասում հա, այս որտեղ հա կարելի է տեսնել, ասում եմ աղբամանի մեջ է։ Ասում եմ, ու կարելի է վերցնել, դու մահա, գնա, եթե քեզ պետք է գնա վերցրու։ Հասկացաք, այս մարդը ոգևորված գնում այդ քարը վերցնում է, գտնում է բան չգիտեմ ինչ, այդ կրկած սկսում է շարժվել, մեկ էլ կանգնում է։ Ինչ հասկացա։ Իսկ եթե ինքը փիլիսոփայական քարը սենց աղբի մեջ է գցել, այդ ինքը ինչ ունի, որ դրանից ավել է։ Հասկացաք, չէ՞։ Այդ աստղոսացությունը, էտա իր տրամաբանությունը, էտա լինում էլի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս խոսակցությունը ինքը էական է։ Ուրիշ դարաշրջաններում, երբ որ խոսքը արդեն գալիս է աստվածամեժության դարաշրջան, այնտեղ այն սկիզբը մի փոքր փոխվում է։ Էությունը ինքը չի փոխվում, բայց մանրուքներ կան, որ փոխվում են կապված աստվածամեժության դարաշրջանի սպეციფიკայի հետ, էլի։ Բայց ընդհանուր առմամբ կլասիկայով ինքը տենց է, որ իր բանը է դա, որ ինչ է ուզում եմ այդպես նյութական աշխարհ, ինչ հետո հասկացաք, չէ՞։ Ու այդ ժամանակա որ գալիս է բակցի ժամանակը։ Հասկանում եք, որ այնքը sense հեշտությամբ ինչ ուզում էի տվեց, բայց ինչ կա որ դժվար է իրանից ստանալ, ինքը ասում է ինձ հետ հարաբերություններ ունենալ։ Հասկացաք, չէ՞։ Որովհետև ինքը շատ բացախնդիր ազնվորություն է, ու մաքրություն է սիրում։ Հիմա, ուրեմն, խոսացվեց նրա մասին, որ սա շատ կարևոր կետ էր, որ մաքուր սերը, որի մասին ընդհանրապես կրոնականությունը խոսում է, դա կենդանեակի հոգու անբաժանելի մասնիկն է։ Այսինքն, որ հոգևոր կյանքի ընթացքում ազնվորությունը ինքը ոչ թե սերը զարգացնում է, այլ զարթնացնում։ Այսինքն դա իր մեջ եղած մի պոտենցիա է, որ ինքը միլիոնավոր կյանքեր առաջ այդ պոտենցիալից հրաժարվել է։ Հասկանում եք, որ այնտեղ ինքը այնտեղ ինչ-որ միտեղ տենց բացարձակ չօգտագործված, եթե տնավարի ասեմ, վերընկած է։ Ուրեմն հիմա այդ պրոցեսը ինքը կայանում է նրանում, որ այդ պոտենցիան ինքը պիտի արթնանա։ Ընդհանրապես բակտերիով զբաղվող արդեն լուրջ նվիրալները, ես անցյալ անգամ էլ ասեցի, հիմա էլ կկրկնեմ, այդ լուրջ նվիրալները իրանք պարզ տեսնում են, էլի, որ կենդանիակը ինքը մի հատ աբսուրդի մեջ է նյութական աշխարհում։ Ո՞րն է այդ աբսուրդը։ Այդ աբսուրդը էտն է, որ ինքը հերքեց ուրեմն կատարյալ օբյեկտը, որին կարելի էր սիրել եւ այդ սիրո դիմաց երանություն ստանալ, հա, հերքեց ուրեմն այդ երջանկությունը, հետո եկավ նյութական աշխարհը, ու այդ իր պոտենցիան սկսեց նվիրել ինչ որ անկատար, ես ինքնին ինչ որ անհետ անձնավորություններին, հա, ու ամենահետաքրքիրը այն է, որ ամեն անգամ ինքը երբ որ իր սիրո պոտենցիան տվեց ինչ որ մեկին, այդ ինչ որ մեկը այդ պոտենցիան ավիրեց, հա, որտեղ մենակ նյութական աշխարհում հասկանում եք, որ այդ արդյունքը կա, որ սկզբից կա մտում սեր, որտեղ մարդիկ այդ իլյուզիայի մեջ են գնում, որ երջանկություն է, թե հետո մի քիչ ժամանակ անցնում ու ամենագլխավոր տրամադրությունը, որ իր մեջ մնում է, այդ է, որ ինքը մենակ Այդ ուրեմն ինչ-որ մի բան արվեց, չէ՞ իր սիրո պոտենցիայի հետ։ Չէ՞։ Բայց դե մեկը այն բանել է ավանակի համառությամբ մեկը կենցանիակը շարունակում է մանգալ, որ այդ իր ինչ-որ մնացել է իր սիրուց եւ ասենք այն անձնավորությունները, որոնք իրանք արդեն կասասած են, ատելության մեջ են, չէ՞, բռնության հանդեպ հակում ունեն, դրանք ովքեր են, դրանք են, ովքեր ես ասում եմ, այդ սիրո մի շրջիկի մեջ ոչ մի բան չի մնացել, հա, ում հանդիպել են, բոլորը վառը թողել են, ու ոչ մի բան չի մնացել, բացի այդ ցավից, որտեղ այդ խոսաչը միշտ կենթաներակի մի սպոկ են, էլի, երբ որ իրանից սերը պոկում են, ինքը նախատեսված է սիրո համար,
Այդ իր ամենակարևոր նախասահմանումն է, հասկանում եք։ Եվ ասվեց, որ այդ ինքը տեխնիկապես արիացիների մոտ կոչվում է պրեմա, կուրսերը, որ այդ պրեման ինքը զարթնացվում է պրակտիկայի միջոցով։ Մենք անցել անգամ տեսել խոսացիք դրա մասին, որ հոգևոր պրակտիկան ինքը պրեմայի աղբյուրը չի։ Պրեմայի աղբյուրը կենդանիակի հոգին է։ Ուղղակի հոգևոր պրակտիկան ինքը նպաստում է, որպեսզի այդ պոտենցիալ կենդանիակի մեջ առաջի հերթին առողջանա, հա, այսինքն վերականգնի իրան, հասկանում եք, վերականգնի իրան եւ հետո այդ վերականգնված վիճակում արդեն գնա դեպի Աստծո հետ հարաբերությունների վերականգնվելը։ Խոսացվեց նրա մասին, որ այդ process-ի ընթացքում, չէ, բանել ինքը մաքուր սերը արտահայտվում է լիարժեք մենակ այն ժամանակ, երբ որ կենդանիակի նուրբ մարմինն է հալվում եւ հատկապես միտքը։ Երբ որ մենք խոսում ենք մտքի մասին, մենք խոսում ենք ցանկության մասին, որտեղ միտքը ինքը զգացողն է, այլ որ մենք ինչ-որ զգացմունքներ ենք ունենում, չէ, եւ միտքը ինքը ցանկություններ ձևավորողն է։ Հիմա տեսեք, քանի կենդանիակը ինքը ցանկություններով, այսպես շուռ եկածա դեպի նյութական աշխարհ, չէ, իր պրեման, իր մաքուր սերը չի կարող զարթնի։ Ինչի՞, որովհետև նյութական աշխարհը ինքը վտանգավոր աշխարհ է։ Մաքուր սերը կարող է գոյություն ունենալ միայն անվտանգության պայմաններում։ Հենց որ կենդանիակը ինքը հայտնվում է մի իրավիճակի մեջ, որտեղ ստիպված է իրան պաշտպանել, տեսեք չէ՞, սեր մեր բանեսա կորավ։ Դրա համար մաքուր սերը ինքը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր աշխարհում։ Իսկ այդ դրա համար, որպեսզի կենդանիակը ինքը հիմա սենց էլի իր գիտակցությամբ հայտնվի հոգևոր աշխարհում, պետք է որ վերանա իր նյութական աշխարհին կապված միտքը, որտեղ քանի դեռ կենդանիակը ինքը ցանկություններ ունի, որոնք կապված են նյութական աշխարհի հետ, չէ՞, դա ինստինկտիվ նշանակում է, որ դաշ չկա, որ պրեման զարթնի։ Հասկացաք։ Այլ որ կենդանիակը ինքը իր մեջ այդ կենտրոնացումը տեղի շարժումը, չէ՞ որ ինչի է տեսիկ Իշտանիքը այդքան Բhagavad Gita-ում այդքան շատ խոսեց, չէ՞, բան նիշկամակարմա յոգայի մասին, այսինքն երբ որ կենդանիակը ինքը պարտականություններ է կատարում նյութական աշխարհում առանց կապվածության, ինքը ինչի մասին է խոսում այդտեղ։ Ինքը այդ դրա մասին է խոսում, որ առաջի իրական հիմքը, որը կենդանիակը ստանում է, որտեղ տեսեք, ասենք, հիմա մենք ասում ենք, քանի միտքը կենտրոնացած է նյութական աշխարհի վրա, ինքը չի կարող զարգացնել իր սերը, չէ՞։ Եվ այդ գաղափարը, եթե լուրջ մոտենանք, ինքը ստացվում է բակողի, որտեղ քանի կենդանիակը ինքը նյութական աշխարհում է, չէ՞, ինքը ստիպված է հոգ տանի իր նյութական մարմնի մասին։ Ուզում է ինքը կենդանի լինի, ուզում է ինքը մարդ լինի, ուզում է ով ուզում է լինի, ինքը ստիպված է, չէ՞, զբաղվել այս մարմնի պահպանմամբ։ Հա, այլ որ ինքը ստիպված է այս մարմնը, ասենք հիմա վերցնենք մարդու, մենք մարդիկ մեր համար էսա չէ կարևորը։ Ասենք վերցնենք մարդու կյանքը։ Մարդը ինքը կարող է իրան թույլ տալ, չմտածի вообще ինքը ինչ պիտի ուտի։ Չի կարող, չէ՞։ Մարդը ինքը կարող է իրան թույլ տալ, չմտածի, թե ինքը ինչ պիտի հագնի։ Չի կարող, ինչի, որտեղ ի տարբերություն կենդանական աշխարհի, ինքը բնականից իր մարմնի վրա չունի նես ծածկույթ, որի միջոցով բազեր չկա, էդի վրան այնքան, որ ասենք ինքը կարողանա, որ իր մարմնի մազերը իր համար շուբա լինի, որ երբ որ ցույց տա ինքը չմրսի, չէ, չի կարող, այսինքն ինքը պրոստը չի կարող, ինքը այդ ամենի մասին պիտի մտահոգված լինի, չէ։ Հիմա, եթե ինքը երեխա է ունենում, մարդու երեխան 20 տարի մեծանում է։ Ինքը պիտի ապահովի, չէ։ Այսինքն հարցեր կան, որ ինքը չի կարող չանի։ Այդ դրա համար է, որ Տեր Կրիշնան ինքը ինչ ասում է, կան մարդիկ, որոնք իրանք
համ պարտականություններ են կատարում, համ էլ կապված են այդ պարտականությունների պտուղներին։ Երբ որ այդ պտուղները լավը չեն ստացվում, իրանք տառապում են ու հարցականի տակ են դնում, թե արժի արդյոք ընդհանրապես որևիցե մեկի հանդեպ պարտականություն կատարել։ Հա, որտեղ այդտեղ ավելի օրինակ ասեմ, տեսեք հիմա ժամանակակից աշխարհում չէ, միայն որ ասենք, կան միայնակ մարդիկ, հատկապես այդ եվրոպական մշակույթի մեջ, չէ, իրանք շատ են, եւ կանանց եւ տղամարդկանց միջեւ կան մարդիկ, որոնք իրանք մտածում են ընտանիքը ինչի սա պետք է։ Անհանգստություններից բացի դեռ ոչ մի բան չկա, հա։ Եվ ասեք նույն կինը ինքը մտածում է, ինքը ընտանիքն պետք է, որ ես ասենք գանտուն, ինչ մեկը դնաստած, նասկին լվա, չգիտեմ, ճանշեպի, սեռական հաճույքը բավարարի, ես ինչ արա, վերջում ես անկաշ մի հատ քիչպես կարդաս կամ 2 րոպե հայլու մոտ կանգնես, ասել ես ինչով ես զբաղված, ինչ անում ես, ինձ բացի ինչ մի բանով զբաղվես, հա։ Ու դրա համար կան ասեն գործնական կանայք, չէ, որոնք այդպես էլ մտածում են, ասում են ինչ դա պետք է մի հատ սեռական հարաբերություն, նա հետ ուզեմ որ մեկի հետ ուզեմ այդ սեռական հարաբերությունը կունենամ, կասեմ դե գնալուս։ Ու ես իմ տան մեջ ոնց ուզում եմ, տենց էլ կապրեմ, չէ։ Նույն բանը մտածում է տղամարդը։ Ինչ ընտանիքը ինչ սա պետք, տանջվի, աշխատի, քրքրվի, չգիտեմ, աշխատի, աշխատած նրան շումար, նրան շորար, նրան դասի տար, նրա չգիտեմ ինչ արա։ Երբ որ ես կարող եմ ես աշխատեմ, ես իմ վրա ծախսեմ, ինձ համար իմ հաճույքները վայելեմ, պետք է 100 տարի մնա։ Ու այդպես միայնակ մարդիկ իրանք շատ են լինում, բայց ինչի, որտեղ իրանք պարտականություն չեն տեսնում, որ պարտականությունները կատարելուց ինչ-որ մեկը երջանիկ է դարձել։ Որ ինչի չեմ տեսնում, որտեղ կարի ու կան այդպես, չէ՞։ Աստվածամերժության դարաշրջանում ծնվող կենդանիներից իրանք չեն կարողանում ստեղծել լավ հարաբերություններ, այնենց հարաբերություններ, որ իրար չվնասեն։ Ոչ չեն կարողանում։ Այսքան թե այսքան մեկը բոլորի մեջ ինչ-որ մի բան կա մտակված, ինչքան էլ ուզում է հարաբերությունները արտաքինից լավը թվան, չէ՞։ Եվ ասենք օրինակ հայտնի մարդկանց մեջ մենք շատ գիտենք, չէ՞, հիմա այդպիսի դեպքեր, երբ որ ասենք թվում է որ բան մեկ էլ ինչ-որ ռոլիկ է գնում։ Բան, էս ինչ դերասանների զույգը, ինքը էս ինչ տեղը կատարյալ ընտանիքի օրինակ էր, բան, ես մի բայց պարզ է, որ իրականում լրիվ ուրիշ բաներ կատարվում այդ ամենը թատրոնների, ինչ բան, ձևականություն ինքը մեր դարաշրջանում շատ է, չէ՞։ Ու ասենք այդտեղ, երբ որ ինքը կապված է, ինքը եթե չստացավ իր ուզած պտուղը, ինքը ընկնում է, այնքը ստանում է իր ուզած պտուղը, եթե երկուսն էլ պարտականություն կատարում են։ Երբ որ ինքը իր պարտականությունն է կատարում, դիմացինն էլ իր, ու ինքը իր դիմացինին է շնորհակալ մնում, որ նայել իր հերթին, բայց նայել իրան է շնորհակալ մնում, այդ շնորհակալության հիմքի վրա ինքը իրականում ձևավորվում է այն ինչ-որ կոչվում է նյութական երջանկություն։ Եվ մարդը ինքը մնում է հաստատված պարտականությունների մեջ, չէ՞։ Բայց տեսեք ինչն ինքը ավելի հեռու է տանում, էլ ինքը ասում է, այ դու կարող ես սկսել զարթնացնել քո սերը, այդ մաքուր սիրո պոտենցիալ։ Այն ժամանակ, երբ որ դու քո ներսում, այսինքն ինքը չի ասում պարտականություններ մի կատարի, թող ես միջա, ինքը ասում է պարտականությունները կատարում ես, բայց քո ներսից դու կապված չես։ Հասկանում եք, ասենք ոչ մի բան չես սպասում։ Դա մեխանիկական է, քո մտքի մեջ դու մենակ զբաղված ես նրանով, որ հետաքրքրվում ես քո հոգևոր կյանքով, այսինքն Պրաբհուպադը այդ օրինակը շատ լավ է բերում, էլի այդ սիրած ունեցող կնոջ օրինակը, ինքը պարտականությունները ասելի, որ ինքը պետք է հանդիպի իր սիրեցյալին, ինքը իր պարտականությունները նենց է կատարում, որ sense ոչ մեկ չկարողանա մի հատ թերություն գտնի, որ այն ժամանակ որ ինքը բացակայում է, ոչ մեկ իր կարիքը չունենա, իր մասին մոռանա։ Հասկացա՞ք։ Այդ точно տենց, ինքը միշտ ասում է, այդ նվիրանը դի այդ տենց ապրի։ Ինքը դինեց կատարի իր պարտականությունները, որ ոչ մեկ չզգա, որ ինքը դեռ вообще կապված չի։ Բոլորին տղա, որ ինքը շենց առավոտի տիրիվում մտածում է մենակ պարտականությունների մասին, բայց այդ ունի որ մեխանիկա, ինքը մարմնի մակարդակի վրա այդ ամեն ինչ անում է, իր ներսի աշխարհը տեղափոխվեց ուրիշ տեղ։
այդ տեղափոխվելու հաշվին ա, որ դու ստանում ես այդ հնարավորությունը պրեման զարթնացնելու քո մեջ։ Այսինքն միտքը պիտի կենտրոնանա Աստծո վրա։ Հասկացա՞ք, չէ՞։ Թե մարմինը այդ ընթացքում ինչ կանի, դա вообще կարևոր չի էլի։ Եվ սա ինքը շատ կարևոր փուլ է հոգևոր կյանքում, չէ՞։ Ու ասենք դա էր, որ խոսակցությունը գնացեց դրա շուրջ, որ ուրեմն այդ կարգավորիչ սկզբունքները իրանք չի որ զարթնացնում են պրեմայի աղբյուրն են դրա, ոչ թե պրեման ծնվում է այդտեղ, դա բարենպաստ պայմաններ է, որ մաքուսերը ինքը սկսի վերածնվել։ Հասկացաք։ Հիմա արդեն անցնենք բուն խոսակցությունը անցնում է այնտեղ, որտեղ բանը Մաքսիմիլիան Թախուրը ինքը սկսում է բացատրել կարգավորի սկզբունքների էտապը։ Բhagavad Gita-ն ասվում է, որ 4 տիպի մարդիկ են գալիս կրոնականության, նրանք ովքեր բանեն, ասենք, նրանք ովքեր տառապում են, նրանք ովքեր ուզում են պահպանեն իրենց բարեկեցությունը, նրանք ովքեր հետաքրքրասեր են եւ նրանք ովքեր ընտրում են բացարձակ ճշմարտությունը, չէ՞։ Ուրեմն, երբ որ մենք խոսում ենք բաների հոգևոր կյանքի սկզբի մասին, մենք հիմնականում խոսում ենք երկու տեսակ կենդանիակների մասին։ Նրանք ովքեր տառապում են եւ նրանք ովքեր ուզում են ապահովել իրենց բարեկեցությունը։ Հա։ Այսինքն տեսեք, կրոնի մեջ սկզբում գալիս են նյութական մոտիվը։ Ու այստեղ սկսում է այդ խոսակցությունը։ Կենդանիակը, որը ինքը ապրում է նյութական աշխարհում, այս նյութական աշխարհում պարտադիր ունի ինչ-որ խնդիրներ, հա, եւ հիմա ինքը ինչ արդեն այստեղ կարևոր չի, ինչ-որ ճանապարհ է անցել, որ եկել է այդ եզրակացության, որ կախված լինել սեփական բանականությունից ու կախված լինել ուրիշ իրանման կենդանիակներից, պիտի այդքան էլ բան չի էլի, արդյունավետ չի։ Մենք բաղավատամով դեռ այդպիսի պատմություն ունենանք, չէ, արդեն նայել ենք, հիշում եք Նարադամունին, երբ որ ինքը պատմում էր, որ ինքը փոքրիկ երեխա էր, չէ, ու ինքը չէր կարող, ինքը պատրաստ էր գնալ հրաժարման, բայց չէր կարողանում գնալ, որտեղ կապված էր իր մոր սիրով, չէ։ Եվ այնտեղ ինքը մի հատ շատ բան նրբություն ասեց, էլի։ Ինքը ասեց, ինքը մտածում էր, որ ես առանց իրա կկործանվեմ։ Բայց ինքը հենց առաջի հերթին այն անձնավորությունն էր, որ պաշտպանության կարիք ուներ։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն հոգևոր մարդը ինքը պետք է այդ մի բան, օրինակ մարդիկ կան, որոնք իրանք ճիշտ ասած ոչ այդքան բարոյական ձևով թաքնվում են այդ գաղափարի տակ, որպեսզի պարտականություններից խուսափեն, հա։ Բայց իրականում, եթե մարդը ինքը իր ներսում բարոյականությունը ունի եւ չի զլանում պարտականություններ կատարի այնտեղ, որտեղ ինքը պարտականություն է կատարում, չէ՞։ Տեսեք, պարտականության մեջ ինքը մի հատ շատ կարևոր կետ կա, որն է այդ կետը։ Այդ կետը ինքը նրանում է, որ ամեն տեսակի պարտականություն ունի իր ավարտը։ Հա։ Ու իմաստուն անձնավորությունը կամ հոգևոր անձնավորությունը ինքը գիտակցում է, որ այո, ասենք, այս ինչ պարտականությունն է, չէ՞։ Հա։ Օրինակ, ենթադրենք, երեխաներ դաստիարակելու վրա է, դա շատ լավ երևում։ Այսինքն դու ծնող ես եւ քո այդ ծնողը 90%-անոց պարտականությունը քո դիմացինի կյանքի մեջ, չէ՞։ Քանի դեռ ինքը ինքնուրույն չի։ Այդ բաների, այդ ընթացքում, երբ որ անձնավորությունը ինքը հասունանում է, չէ, դու կարողանաս իրան այդ հասունության ամեն մի փուլում արդեն այն իրան տաս այն ազատությունը, որը իրան անհրաժեշտ է։ Չէ՞։ Եվ ինչ-որ մի պահ է գալի, երբ որ կենդանիակի մոտ միանում է իր ճակատագիրը, ու դա արդեն ծնողի հետ կապված չի։ Հասկանում եք, չէ՞։ Ու տեսեք, ասենք,
այդ գիտակցությունը, որ ամեն անձնավորություն ինքը ունի իր առանձին ճակատագիրը, ու կա ինչ-որ կետեր, որտեղ այո, ես ինչ-որ պարտականություն ունեմ, բայց կա ինչ-որ կետեր, որ իր ճակատագիրն է աշխատելու անկախ նրանից վաբշե ես ոնց եմ վերաբերվում, ինչ եմ ուզում, ինչի համար եմ ուզում, Աստված ինքը իմ հետ հաշվի չի նստելու, եթե ես այդտեղ անձնական կապվածություններ ունեմ։ Հասկանում եք, օրինակ տեսեք արական քաղաքակրթության մեջ, չէ՞, այդ երբ որ ծնողին հենց երեխան ծնվում էր միանգամից բրահմանները այդ երեխայի ռենտգենը հանում էին տալիս էին ծնողին, ինչի համար էին տալի, ծնողը ինքը համել ամեն ինչից բացի, ամեն ինչից զատ, համել այդ պահը ունենա, որ ինքը քաչ գիտակցի, թե այս երեխայի ճակատագրի մեջ ինչ կետեր կան, որ ինքը չի կարող դրան ոչ մի բան անի, հասկանում եք, որ դա էլ իր կյանքն է, դա էլ իր զարգացումն է, ու թե զարգացմանի մեջ ինքը դեր ունի, թե չունի, հասկանում եք, եթե շատ բան մանրուքներ կան, էլի, հիմա ուրեմն այդ փաստացի գալիս են կենդանիակներ, որոնք իրանք, ասենք բան են, չէ, արդեն այկան հոգևոր կյանք, հիմա այդտեղ շատ կարևոր է դառնում, այդ եմ ասում, որ սրիկա այդպես պահկվում են, էլի, մարդիկ, որոնք իրանք խուսափում են մեր դարաշրջանում, դա շատ ընդունված երևույթ է, մարդիկ, որոնք իրանք բնությունը ուղղակի կրոն են եկել, որ փախուստ է, իրանք համար, այդ որ իրանք եկել են կրոնի մեջ են մտել, դա իրանք փախուստն է պարտականություններից, ինչի, որտեղ հնչում են գաղափարներ, նա որ արդեն ծառայում է Աստծուն, ոչ մեկի հանդեպ ոչ մի պարտականություն չունի։ Պատկերացնում եք ինչ դաշտ է սրիկայի համար այս մի հատ գաղափարը։ Հասկացաք, չէ՞։ Այսպիսի գաղափարները իրանք ճիշտ իրականացում են ստանում միայն արիացիների քաղաքակրթության մեջ, երբ որ այնտեղ ծնվում էին առաքինի կենդանիակներ, որոնց մեջ այդ բաները, այդ կեղտոտությունները չկար, էլի, այդ պարտականության եւ վայելքի, ասեք չգիտեմ, իրագոյության ընդհանրապես շուրջ առաքինի ազնվորությունը ինքը անկեղծ ու մաքուր է։ Ինքը երբեք տենց բաներ չունի, էլի, ոչ մի բան գտնի, որի հետևը բախկվի։ Հասկանում եք, առաջերտին հենց այն պատճառով, որ ինքը եթե իրական հոգևոր դաշտ է, այնտեղ այնպիսի հոգևոր զարգացած ազնվորություններ կան, որ իրանք պրոստը թույլ չեն տա ոչ մի կեղծիք այդտեղ տեղի ունենա։ Հասկանում եք, այսինքն եթե ինքը տեսնել, որ ինչ որ մեկը ինքը պրոստը փախուստի է փորձում դիմի, որ պարտականություններից է վախենում, դրա համար օրինակ չի ուզում ամուսնանալ, բրահմոնը դի թույլ չէր տա, ասել մարշը մի հատ ամուսնանալու, այդքանից հենց դու դի սովորես պարտականություն կատարել։ Եթե կոպտացնեմ, էլի, հասկանում եք, չէ՞, այդտեղ շատ բան, այսպես նրբություններ կա, բայց կլասիկայի մեջ այդ հոգևոր կյանք են գալիս, հա, առաջի քայլը, եթե մենք արիական քաղաքակրթությունը վերցնենք, ես դա արդեն բացատրել եմ, դրանք բաներն են, առաջի անձնավորությունները մենք ասենք, այդտեղ դաժե ստրուկ կար, չէ՞, այդ ստրուկը ինքը այն էակն էր, որը առաջի անգամ ծնվել է հոգևոր դաշտում։ Եվ իր բնության մեջ, ինքը իր ներսում, սենց լիքը ատելություն ու կիրք ունի։ Բայց մի հատ որոշում է ունեցել, որ ուզում է հոգևոր կյանքով всё, երիկա չեմ ուզում, так надо было, всё, хочу, правду хочу։ Հասկացաք, եւ ինքը հիմա հայտնվեց հոգևոր դաշտում։ Տեսեք, ինքը երբ որ հայտնվեց հոգևոր դաշտում, ինքը որպես անձնավորություն, ինքը այդ հոգևոր դաշտում զարգացած կենդանիակների համար վտանգավոր է, որովհետև ինքը ատելությունների եւ կրքերի հիմքի վրա է։ Այսինքն ինքը իր մեջ ոչ մի բարոյականություն, ոչ մի մաքրություն չունի։ Ինքը հայտնվել է միտեղ, որտեղ ինքը այդ ամեն ինչը ստանալու է, բայց դիմացը կարա տա միայն, եթե մի բառով ասեմ, միայն այլանդակություն։ Դրա համար արիացիները իրանք ասում էին այստեղ ստոպ, այստեղ ստոպ, դու եկել ես ընկել ես մեր մեջ, դու ընկել ես մեր մեջ, այդ նշանակում է, որ դու պրոստը պիտի հիմա մեզանից ամեն ինչ ստանաս, ուրեմն բանաձևը ինքը պիտի իրականացվի սենց, մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծելու, որ դու ստանաս ամեն ինչ, ինչ որ քեզ պետք է, որ զարգանաս, հա, բայց երբ թույլ չեք տալու քեզ, որ դու անես այն, ինչ որ դու կարող ես անես,
Ուրեմն всё, այ դու չունես ազատություն գործելու։ Դու ունես իրավունք լինելու մեր մեջ, որպեսզի այդ քո մեջ վերցնես առաքինությունը, բայց մեր մեջ ազատ գործելու այդի կներես։ Չէ՞, այբ որ սահմանափակում էին ազատությունը, չէ՞, դա ինքը կոչվում էր ստրուկի կարգավիճակ, դա էր, որ ինքը իրավունք չունի ազատ գործելու առաքինի անձնավորությունների մեջ, որովհետև կսկսի իրանց տառապանք պատճառել, բայց ինքը առաքինի անձնավորություններից ստանում էր միայն հոգատարություն։ Հասկանում եք, այս դու տեսնում եք, չէ՞, ասենք ինչ է դարձել, էլի աստվածամեջության դարաշրջանում այդ նույն երևույթը ինքը հետո ինչ է դարձել, երբ որ սկսել են ծնվել այդ արդեն աստվածամեջերը։ Ինչ հոգ տանել, ինչ ինչ, չէ՞, հասկացաք։ Կամ էլ փայտերով կապում են ծառից այնքան են ծեծում, մինչև աղացած միս էր դառնում, ասում են, մենք ես էդի քո մասին հոգ եմ տանում, որ դու հասկանաս, որ չէր կարելի ծառից առանց ինձ ասելու մի հատ խնձոր պոկել։ Ու դա մեր վայրենի ինչ-որ մեկ այլանդակություն։ Հասկանում եք։ Հիմա մենք խոսակցություն դրա մասին չենք քննարկում, էլի, եկավ նոր, չէ՞, նոր եկավ։ Սա մեզ համար կարևոր է, որտեղ աստվածամեջության դարաշրջանում բոլորն են այդպես։ Հասկանում եք, ոչ մեկի մեջ իրական առաքինություն չկա։ Ու ես միշտ ասենք մի հատ ծայրահեղ օրինակն եմ բերում կանանց վրա, որպեսզի հասկացվի, թե երբ որ արիացին ինքը ասում առաքինություն, ինքը ինչ նկատի ունի։ Չէ՞, օրինակ արիացու համար, եթե կինը ինքը այն նստեր իր ամուսնու կողքը, կինո նայեր, հրճված ինչ-որ մի դերասանով, ինքը արդեն բարոյական չէր, բայց հասկանում եք, պլանկան։ Որովհետև այդ փաստը ինքը միանգամից խոսում էր նրանի մանրամասին, թե ինքը ինչ կարող է դժգոհ իր ամուսնուց։ Եվ որ կետում։ Ինչ որ հիանում է, դրան այդ կետում էլ դժգոհ։ Չէ՞, ու երբ որ ամուսիններ իրանք տենց են ռեակցիա տալիս, կինը վիրավորվում է։ Բայց իրականում այդ իրանց ռեակցիան ինքը ճիշտ է։ Հասկանում եք, որտեղ ընտանիքի մեջ շատ կարևոր է, էլի այդ կնոջ բացարձակավտակությունը։ Բայց դե մյուս կողմից էլ այո, ճշմարտություն է, որ աստվածամեջության դարաշրջանում թողից բոլոր տղամարդիկներ են հազվագյուտ են, լավ էսպես կասեմ, հազվագյուտ են այն տղամարդիկ, որոնք իրապես արժանի են հավատարմության։ Դառնա որ տենց հանդիպում են իրար, երկու իրար, ուսերեն ասում են դվասապագա պարա, սա բան չունի, որակավորում չունի լինի իդեալական բան, հավատարիմ, սա էլ արժանի չի իդեալական հավատարիմին։ Ո՞վ խոսակցությունը պծնում է։ Հասկացաք, չէ՞, այսինքն իր նմանները, այդ դարաշրջանների իմաստը է դա, որ Աստված ինքը ամենտեղ հավաքում է այդ իր նմաններին։ Չէ՞։ Ու հիմա տեսեք, ասեք, այդպիսի կենցաղնիակը ինքը եկավ բացի։ Մենք դեռ կտեսնենք բացի նոտավորը ինքը ինչ սահմանում կտա, բայց երբ որ ինքը եկավ բացի, այդտեղ հոգևոր կյանք կներեք բացի չասեմ, որ բան չանեն, իմենա հոգևոր կյանք եկավ, չէ՞։ Առաջին խնդիրը, որ ինքը պետք է լուծի, ինքը պիտի վերականգնի իր բարոյականությունը։ Եթե ինքը ինչ-որ մի բարոյականություն ունեցել է, ինքը պիտի աշխատի նրա, որ այդ բարոյականությունը հասցնի կատարելության։ Եթե չի ունեցել, ուրեմն ամենայն պրիմիտիվ բարոյականությունը պիտի վերցնի։ Ոչ մեկ չի կարող ունենա եսի մինչ լուրջ հոգևոր առաջընթաց, եթե ինքը այդ առաքինության գոյավիճակի մեջ մտնելը ու դրա մեջով զարգանալը չի արել։ Հասկանում եք, որտեղ ասեք ինքը առաքինության գոյավիճակը ինքը ունի իր օրինաչափությունները, չէ՞, ինքը սկսվում է բարոյականության օրենքներից և գիտելիքից։ Այսինքն կենդանիակը ինքը սկզբից ստանում է գիտելիք, թե որ պահվածքն է, որ հաճելի է Աստծուն։ Որ ասում ենք բարոյականություն, դրա մասին է խոսքը, չէ՞։ Այնինքն որ այդի սկզբում դա է,
առաքինության գոյավիճակը ինքը մի քանի էտապով արդյունքներ տվող է։ Ինքը սկզբում այդ առաջի իր էտապի մեջ, չէ, կարգավորում է կենդանիակի նյութական կյանքը։ Հետո երբ որ կենդանիակը ինքը որ ֆակտորը միշտ պիտի աճող լինի, որպեսզի այդ առաքինության գոյավիճակը ինքը տա հաջորդ արդյունքը, չէ։ Ուրեմն տեսեք, առաքինության գոյավիճակի մեջ մտավ, ինքը առաջերտին գիտելիքն է ստանում, ճիշտ գիտելիքի մեջ մտավ, իր պահվածքը շտկեց, հաստատվեց, կարողացավ լավ հարաբերություններ ստեղծի, բանարեց, հաստատվեց իր երջանկության մեջ, ինչքան որ դա հնարավոր է դարաշրջանի հետ կապված։ Հիմա, այլ որպեսզի հաջորդ էտապը անցնի, չէ, միշտ մի հատ ֆակտոր կա, որի վրա միշտ կենդանիակը հոգևոր մարդը ինքը պետք է ուշադրություն դարձնի, դա որ ինքը քանի գնում հոգևոր գիտելիքը ավելի ու ավելի խորն է ուսումնասիրում։ Մաքսիմլիան Թակուրը դեռ կասի, որ հոգևոր կյանքը պետք է անցնել աստիճանի նման, հա, ու այդ աստիճանի վրա միշտ պետք է սենց լինի։ Ինքը սկզբից ստանում է գիտելիքը, այդ գիտելիքի հիմքի վրա ոտքը դնում է մի հատ աստիճանի վրա։ Երբ որ ինքը ոտքը դրեց այս աստիճանի վրա, ինքը այդտեղ վայելում է այն ամեն ինչը, ինչ որ այդ աստիճանը կարող է տա, ու զուգահեռ սովորում է իր հաջորդ քայլի գիտելիքը։ Այսինքն ամեն պահին կենդանիակը ոչ թե ուսումնասիրում է այն գիտելիքը, որը իրան հիմա է պետք, այլ ինքը սկզբում, այդ սկզբում էդի մի հատ շատ կարևոր կետ կա, էլի։ Հոգևոր կյանքը դա ներքին աշխատանք է։ Ու դրա համար, երբ որ անձնավորությունը ինքը ուզում է լուրջ զբաղվի, չէ, եթե ինքը ձևական է ուզում մնալ, այս մենակ բոլոր խոսակցությունները անիմաստ են։ Դա ձևական է, ինչ։ Ձևական գնում եմ, եսի ֆրանսվեցի, այնի առաջարկեցի, խոնարհվեցի, նստեցի մանրակրկնեցի, նես չի որ դրանից ոչ մի օգուտ չկա։ Մաքրվեցի, ինձ թեթևեմ, դու գնացի ցաման ապրեմ, ոնց որ միշտ ապրում էի։ Այստեղ ամենակարևորը դա է, ոնց որ միշտ ապրում էի։ Բայց եթե կենդանիակը ինքը ուզում է հոգևոր ճանապարհի իմաստով զբաղվի, չէ՞, եւ վերջնականում ունենա պրակտիկ արդյունքներ, այսինքն երբ որ ինքը իրան հայտնաբերի որպես հոգի, երբ որ ինքը հանդիպի Աստծուն, այդ եթե ինքը այդ արդյունքն է ուզում, ինքը դեռ բացի միջև այդ ներքին պրակտիկան չանի, ինքը ոչ մի բանի չի հասնելու, ոչ այդ հանդիպումն է երբևիցե լինելու, ոչ էլ ինքը իր նյութական գիտակցությունից մի քայլ են կողմա կարողանալու դուրս գա, չէ՞։ Իսկ այդ դուրս գալու համար ինքը պետք է տենց անի, այքած ծանոթացար, ասենք, տեսության հետ, չէ՞, մտար։ Այդ դու պիտի հասկանաս, որ մի պահ պիտի ուղղակի բաներ լինեն։ Արգելափակես, հա, տողնուստս, հա, այլ մի պահ պիտի կանգնես, մնաս քո հետ մենակ, հա, ու ուսումնասիրես այդ գիտելիքը, որի բանի մեջ ուզում ես մտնես։ Ինչ-որ բաներ քո մեջ ուղես, հա, ինչ-որ բաներ արդեն հետո այդ գիտելիքը վերցրեցիր, սկզբից վերցրեցիր, հետո դուրս եկար իրականացնել։ Հա, ու այդ իրականացման ընթացքում, չէ, դու հիմա արդեն ոնց որ դա իրականացրեցիր, ինչ-որ բաներ փոխվեց քո կյանքում, դու հաջորդ փուլի գիտելիքն ես ուսումնասիրում։ Ու միշտ պիտի տենց լինի, ուսումնասիրելու գիտելիքը պիտի մի աստիճան առաջ լինի, որտեղ ինչի դու ասեն այստեղ հասկացել ես, որ դա ճիշտ է, այդ ճիշտը անում ես եւ սովորում ես, թե քո հաջորդ քայլի ճիշտը որն է, որպեսզի կարողանաս գրագետ մտնես, այդ այ որ ոտքդ բարձրացրեցիր հաջորդ աստիճան, դու գրագետ տնես, որ իմանաս այդտեղ ինչի համար ես եկել, ինչ ես անում вообще, ոնց պիտի քեզ պահես ու ինչ արդյունք պիտի ստանաս։ Հասկանում եք, այս բանը, այս սկզբունքը, որով պետք է զբաղվել հոգևոր կյանքով, ինքը շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են հոգևոր կյանքից ստանալ հոգևոր արդյունքները։ Հիմա, ուրեմն այդ ամենասկզբում գալիս են կարգավորիչ սկզբունքները։ Կարգավորիչ սկզբունքների հիմնական գաղափարը ինքը կառնում է նրանում, որ ես կարող եմ եւ չեմ ուզում, բայց գիտակցում եմ, որ ճիշտը սա է։ Հա?
ու այդտեղ ամենակարևոր խոսքը էդի պետք է, հա, ունեք ասեք հիմա, ասվում է, որ հոգևոր կյանքում հաջողակ լինելու համար առաջի հերթին պետք է վերցնել օրվա ռեժիմը։ Որն է օրվա ռեժիմը։ Հոգևոր մարդը պետք է զարթնի նյութապաշտներից առաջ։ Ինչի համար։ Որովհետև երբ որ տեսել Բhagavad Gita-ն ինքը մի հատ լավ տեքստ կա, չէ՞ որ այնտեղ որտեղ որ աթեիստները քնած են, հոգևոր մարդը ինքը զարթնում է։ Այնտեղ որտեղ աթեիստները ակտիվանում են, հոգևոր մարդը ինքը քնում է։ Պատկերավոր ասած, չէ՞։ Հիմա տեսեք, էներգետիկ իմաստով, չէ՞, երբ որ դու փորձում ես հոգևոր կյանքով զբաղվես այն պահին, երբ որ բոլորը արդեն զարթնել են, եւ աշխարհի մեջ լցվել է կիրքն ու ապերությունը, չէ՞, ինքը էներգիան, որ արդեն ակտիվացավ, չէ՞, ինքը չի նպաստում հոգևորի նրբությունները զգալու համար։ Հասկանում եք։ Այդ դրա համար իրանք պիտի պարկած քննածնեն։ Հասկանում եք, հա, ու դրա համար ասենք հոգևոր մարդը ինքը ճիշտ է, ինքը շատ մեծ դիսկոմֆորտ է դառնում։ Մեր ժամանակներում դա շատ մեծ դիսկոմֆորտ է, որովհետև ավելի շատ են աշխատում, քան պետք է, աշխատանքից ուշ են վերադառնում, չէ՞, եւ ուզում են, էլի, հա, ասա մարդը ինքը ուզում է մի քիչ վայելի, մի քիչ հեռուստացույց նայի, մի քիչ ընտանիքի անդամների հետ զրուցի, ինչ-որ մի համով բան ուտի, պարկի հանգստանա վերջապես, ոչ թե անկողնում այլ բազմոցի վրա, չգիտեմ, ինչ-որ բաներ հազում, դրա համար ժամանակակից մարդը ինքը սովորություն ունի ուշ քնելու։ Ոյսի գալիս է առաջի խնդիրը։ Հոգևոր մարդը պետք է ժամը 10-ից 10:30 լինի պարկած։ Ինչի համար, որ կարողանա 4-ին վեր գնա։ Ինչի համար, որ երբ որ ինքը հոգևոր կյանքով զբաղվի, բոլորը լինեն քնած։ Հասկանում եք, որ այդ էներգիաները իրան չխանգարեն։ Հա, որ ինքը հավերք ասեք, այդ ժամանակ, երբ որ դու հոգևոր կյանքով ես զբաղվում, նայեք, երբ որ դու հոգևոր պրակտիկայով ես զբաղվում, ասենք մանտրա ես կրկնում, օրինակ աղոթում ես, այսպես ասենք, էլի որ բոլորի համար բախում, չէ՞, աղոթում ես, քո սուրբ գրվածքն ես կարդում եւ այլն, չէ՞։ Այս թվում է, որ իրականում էդի քեզի ջղայնացնում է, երբ որ մարդիկ իրանք, որ չեն զբաղվում հոգևոր կյանքով, իրանք արթուն են, իրանք հա գալի քեզի բզում են։ Իրանք չեն թողնում, որ դու կենտրոնանաս հոգևորի վրա։ Հա մի հատ էսի կտաս, մի հատ էնի կտաս, մի հատ ասենք բացի մեջ էդ այնքան լավ է երևում, էլի, այսօր կողքից նայում էի, միշտ բան է երևում, էլի, որ ասենք հենց տղամարդը ինքը առանձնանում էր սենյակում, վերցնում էր իր աղոթքի այդ բանը, որ գնա սկսի աղոթել կամ կարդալ կամ ինչ-որ լեկցիա լսել, ոչ մի իր զարգացումով, կինը միանգամից հիշում էր։ Այս մեղը ընդեղը բաց չի, տունը չգիտեմ մածու չկա, չգիտեմ երեխայի համար շատ կոշի կա, պետք ինչ մի բաներ հիշում, որ ասենց 3 րոպե մեկ դուր բացել, ասել գիտես, բայ կներես, ու միշտ տենց կներես, որ քեզ շեղում եմ, բայց հա, հասկանում եք, մարդուն թվում է, որ ինքը ջղայնանում է, բայց իրականում գերագույն աստվածնամրությունն է ասում են բոլոր կենդանիներին, որ հոգևոր մարդը ինքը հասկանա, գա վերջապես այդ բանաձևին, որ ինքը պիտի շուտ քնի, շուտ զարթնի եւ իր հոգևոր կյանքով զբաղվի, երբ որ այն մնացածը քնած է։ Հասկացաք։ Այսինքն ինքը իրականությունը, ինքը քեզ ստիպում է, որ դու հասկանաս, որ եթե դու ուզում ես խորացվես, այսինքն քո միտքը, իսկ պլաստիկիոնս է, լուսավորվածությունն ինքը ինչի հաշվին է գալի, խորասուզվածության, չէ՞։ Դու երբեք չես կարող րոպե մեկ շեղվես, ու ինչ էլ ուզում է այդ պահին դու եսի միջ տիեզերական բարձրությունների մասին կարդաս կամ լսես, դու չես կարող գաս լուսավորվածության վիճակին, որտեղ դու 100 անգամ ընդհատվել ես։ Հասկանում եք, իսկ այդ լուսավորվածությունը ինքը գալիս է, այսինքն այդ անընդհատ, ինչ ասես բակավատապ ամենասկզբում, ստաբիլ,
չէ, ուշադիր եւ ստաբիլ։ Այսինքն այդ գործոնները իրանք իրար հետևից, եթե իրար հետևից գնում են, ժամանակ իրանք բերում են այդ լուսավորվածության։ Այդտեղից է գալիս դատարկ հոգևոր մարդը։ Որտեղ ինքը երբեք ոչ մի անգամ հոգևոր process-ի մեջ այդ ներքին աշխարհի չի մտել առանց ընդհատումների, որ կարողանա այդ փուլը ասենց այդ ցիկլը մի հատ սկզբից մինչև վերջ անի, որ երբ որ ընդեղից դուրս է գալի, ով իր աչքերի մեջ է նայում, ասի ինչ ա եղել քո հետ։ Հասկացաք։ Եթե պատկերավոր ասեմ, եթե դուք նույն աչքերով եք մտնում հոգևոր պրակտիկայից, որ այդ պրակտիկայի մեջից նույն աչքերով եք դուրս գալի, դուք հոգևոր պրակտիկայի մեջ չեք եղել։ Հասկանում եք, ռեալ հոգևոր պրակտիկայի մեջ մտնողը ինքը չի կարող նույն աչքերով դուրս գա։ Պրոստը չի կարող, դες բան չկա։ Որտեղ իրական հոգևոր պրակտիկան ինքը քանի գնում բարական բաներ, այդ շերտերը քո վրայից հանում է, դու պետք է ֆիզիկապես ես զգում, որ այն նյութական շերտ դուրս է գա, դու ինչ-որ մի հատ ավելի նուրբ տեղ մտար, ավելի նուրբ տեղ մտար, դա ո՞ւր կարող է աչքերի մեջ չարտահայտվի։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն, չէ՞, ուրեմն այսա ինքը շատ կարևոր բան է, որ սկզբում անձնավորությունը ինքը ամեն ինչ անում է այդ պետք է գաղափարից։ Ինքը կամ նյութական մոտիվ ունի, այսինքն ինչ-որ մի հատ նյութական ցանկություն ունի, որի բավարարման համար ինքը պատրաստ է հոգևոր կյանքի ռիտուալները կատարի, չէ՞, միջև որ իր ցանկությունը կկատարվի, ու ասենք կամ ասենք ուղղակի փիլիսոփայորեն հասկացել եմ, որ կա Աստված, ես հոգի եմ եւ պետք է զբաղվել հոգևոր կյանքով, այդ պետք է հասկացա, չէ՞։ Ես անկեղծ ասեմ, իմ բոլոր աշակերտները գիտեն, որ ես հոգևոր կյանքում ամենաշատը չեմ սիրում պետքա բառը։ Ես միշտ սիրում եմ, երբ որ նվիրալը ինքը հոգևոր մարդը ինքը ամենասկզբից հաճույք է ստանում այդ process-ից, որ ինքը զբաղված է, էլի, որտեղ իրականում այդ հաճելիությունն է, որ մարդուն ճիշտ վիճակի մեջ է պահում, չէ՞, բայց միևնույնն է։ Կենդանիներ իրանք տարբեր են լինում եւ այդ սկզբնական շրջանում, չէ, ինքը շատ կարևոր տրամադրություն է, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա հասկանալ այդ պետքան։ Հետո գալիս է, այսինքն անցյալ անգամ մենք քննարկեցինք, որ կարգավորից սկզբով տերի էտապը ինքը ունի երկու բաժին, չէ, վայթի եւ ռագա։ Վայթին դա ուղղակի այդ պարտականություններ կատարելու հոգևոր կյանքի պարտականություններ կատարելու տրամադրությունն է այդ հասկացողությամբ, որ դա պետք է, բայց այդ պետքան ինքը քանի գնում, որտեղ պետքա ինչ նշանակում։ Ես սովորություն ունեմ ազատ ֆրֆռամ նյութական աշխարհում, հատկապես աստվածամերության դարաշրջանում, չէ՞, հատկապես այն երկրներում, որտեղ դեմոկրատիան կար, մարդիկ կար ազատ քաղաքացի գաղափարը եւ մենք ազատ էինք։ Մենք սովորություն ունենք, չէ՞, ազատ ֆրֆռալու։ Հիմա ես գալիս եմ հոգևոր կյանք, ու մեկ էլ իմ կյանքում հայտնվում է պետքա խոսքը։ Ես պետքա վեր կենամ ժամը 4-ին։ Ես պետքա քնեմ ժամը 10-ին։ Ես պետքա աղոթեմ։ Ես պետքա կարդամ, ես պետքա լսեմ, այն ինչ-որ ցանկացած հոգևոր բան, ինչ պրակտիկա որ ունի, այդ պրակտիկան ես պիտի անեմ, անկախ ամեն ինչից, չէ՞, ու դա ինքը դուր չի գալու, հասկանում եք, ինքը բան է, էլի, տեսեք օրինակ կա մուսուլմանական դաշտը, չէ՞, կա չինացիների դաշտը, որ ինքը իրականում կրոնականություն չի, բայց միևնույնն է, էլի, իրանք ասենք սերունդ հարյուրամյակներով, հազարամյակներով հասարակությունը պահել են շատ խիստ սահմանափակումների մեջ, չէ՞։ Եվ իրանք սովոր են դրան։ Այնտեղ մնում է պրոստը, որ այդ բաների սահմանափակումներ ընդունելու սովորությունը ինքը մտնի իրական առաքինության դաշտ։ Երբ որ իրական առաքինությունը չկա, այնտեղ միշտ կա տառապանքներ, էլի։ Սա շատ կարևոր կետ է։ Դրա մասին մենք հետո խոսանք։ Հասկանում եք, բայց այդ դեմոկրատական երկրների մեջ մեծացած մարդիկ,
իրանք չունեն, չէ՞։ Իրանց կյանքում կա մենակ մի հատ պետք է։ Առավոտը պետք է վեր կենամ, որ ժամանակին հասնեմ աշխատանքի։ Всё։ Այն մնացածը ուզում անում է, չի ուզում չի անում։ Ուզում ընտանիքը պահում է, չի ուզում չի պահում։ Ուզում լվանում է, չի ուզում չի լվանում։ Ուզում եփում է, չի ուզում չի եփում։ Ուզում աշխատում է, չի ուզում չի աշխատում։ Չէ, ինչ ուզում է, այն անում է իրականում։ Հա, բոլորի ճակատագրում էլ կա, կախված նրանից, թե ինչ ընտանիքում է, ինչ էսի, ինչա ինչ որ բռնակալ մոմենտներ կա, չէ, որ ինքը մի բան չի ուզում, բայց ստիպված է անում։ Բայց եթե տես միացես մեծ բանով նայեք, էլի հայացքով, դուք կտեսնեք, որ հենց որ մտել է ազատ քաղաքացու ապարը, մարդը վերջնականում ունի այդ մի հատ պետք է։ Պետք է այսին ժամին վեր կենամ, որ առավոտ շուտ հասնեմ բանի, աշխատանքի։ Ինչ որտեղ էդի է, դրանից է կախված, ինչ կարող եմ ես ինձ թույլ տամ ազատության դաշտում։ Չէ՞։ Всё։ Որ եթե ես այնտեղ կարողանում եմ ապահովեմ ինձի, ես կարողանում եմ շատ ազատություններ թույլ տամ։ Համաձայն եք։ Այդ մարդը ինքը գալիս է եւ մտնում է հոգեվոր կյանք, ուրեմն կներես այդ պետքաները պիտի մի քիչ ավելանա։ Իր համար ահավոր դժվար է, որտեղ ինքը սովոր չի։ Իրան մեծացրել են այտենց, որ ամենակարևոր պետքան դա նա է, որ դու աշխատես։ Եմ մնացածները ինչ ուզում ես արա։ Ազատ քաղաքացին ինքը հենց այդ գաղափարն է։ Իսկ հոգևոր կյանքում, այո, իհարկե, մենք ասում ենք մտավ բարոյականության դաշտ։ Դա սահմանափակումներ են, չէ՞։ Այսինքն մարդը ինքը միանգամից իր մեջ, ես միշտ ասում եմ, իրական հոգևոր մարդու համար օրենսդրությունը պետք չի։ Որտեղ ինքը իր համար ամենախիստ օրենսդրությունն է։ Հասկանում եք։ Հա։ Ուրեմն այդ իսկ երկրորդ этаպը, որը մենք ռանգա է կոչվում, երկրորդ этаպում արդեն կենցանյակը ինքը ունի սպոնտան կապվածություն։ Բայց մեկը այնտեղ էլ կա իրա պետք է։ Մենք անցյալ անգամ խոսեցինք, չէ՞ դրա մասին, որ այդ երկրորդ փուլում ինքը ուսումնասիրում է հոգևոր աշխարհի հոգեբանությունը։ Եվ դա է իրա պետքը, դու պարտավոր ես ուսումնասիրես հոգևոր աշխարհի հոգեբանությունը։ Այսինքն տեսեք կարգավորիչ սկզբունքները գիտելիքի տեսանկյունից բաղկացած են երկու փուլից, երկու մասից, ոչ թե փուլից, հա։ Առաջին մասը դա ուսումնասիրում ենք գիտելիքը նյութական աշխարհի հոգեբանության, այդ գոյավիճակներ, ճակատագիր, բան, այդ ամեն ինչը, չէ՞։ Եվ այդ ամեն ինչի հասկացողությունը զարգացնելու բանի շնորհիվ, չէ, ձեռք ենք բերում հիմա ոչ թե միայն ճիշտ պահվածք, այլև շատ ավելի կարևոր բան, ճիշտ վերաբերմունք աշխարհի հանդեպ։ Հասկանում եք, որովհետև մեզ նյութական աշխարհից դուրս է բերում ոչ թե պահվածքը, այլ վերաբերմունքը։ Թե մենք ոնց են գնահատում նյութական աշխարհը։ Հասկանում եք։ Հա։ Եվ այդ առաջի этаպում, որը կոչվում է white ակցիա, այսինքն կարգավորիչ սկզբունքների этаպը, չէ՞։ Այդ դա է, հիմնականում դա է քննարկվում։ Բարոյականությունը, պարտականությունը, որտեղ կենթանիակը իրան կարող է իրան թույլ տա երջանիկ վայելել իր կյանքը, որտեղ ինքը ինչ պարտականություններ պիտի կատարի, այդ ամեն ինչը, այդ դրա մեջ է մտնում, այդ գիտելիքը պիտի լսի անձնավորությունը։ Արագում, եթե համել Աստծո մասին լսում, բաղ չեն կոնֆետկա։ Եթե արդեն կոչվում է բակցի, հա։ Հիմա տեսեք, այդ երկրորդ этаպում, չէ, դա էլի կարգավորիչ է։ Որովհետև եթե առաջի этаպինը դա նա է, որ դու որակավորում ձեռք բերես դառնաս անտարբեր նյութական աշխարհի հանդեպ, չէ, որտեղ իրական գիտելիքը քեզ ի՞նչ է օգնում։ Իրական գիտելիքը քեզ օգնում է, որ դու հասկանաս վերջնականում մեր խիճան, ընդհանրապես մի հատ նախադասություն։
նյութական աշխարհում չկա այն, ինչ որ ես ընտրում եմ։ Պրոստը չկա։ Եվ դա վերում է կատարյալ հրաժարման։ Էտա չէ ինձ դարձնում ազատագրման պատրաստ։ Այդ որ գերագույն աստծո ազնվորությունն է ինքը նյութական էներգիային հրաբար է տալիս, ասում այս սրան եմ չմոտենաս, ազատ ես։ Էտա չէ ազատագրումը։ Ու էտեղա չէ, որ նյութական բոլոր շերտերը իմ վրայից դուրս են գալիս ու ես ուղղակի տեսնում եմ, որ ես մաքուր եմ։ Որտե գիտեմ, լսել եմ, խոսացել եմ, բայց տեսնում եմ, ոնց որ հիմա այս մարմինս եմ տեսնում։ Հասկանում եք, այդպիսի արդյունքներ ստանալու համար պետք է ճիշտ անցնել, էլի։ Հիմա եւ այդ երկրորդ բանը ինքը էլի կարգավորից սկզբունք է, այսինքն ոչ մի այստեղ sense կա, էլի, այսպես հասկանանք, որ որովհետև երբ որ մենք խոսում ենք հոգևոր ճանապարհի մասին, իրական հոգևոր ճանապարհը տալիս է գերագույն աստծո ազնվորությունը, չէ՞։ Երբ որ մենք իրան ներսից կարողանում ենք ստրուկտուրան հասկանանք, մենք կարողանում ենք հասկանանք, թե Աստված մեզ ինքը ինչ սկզբունքների հիմքի վրա է առաջ տանում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե մարդը ինքը ուզում է հոգևոր կյանքում լինի հաջողակ, ինքը պետք է հասկանա ամենակարևոր բանը։ Հոգևոր կյանքի ոչ մի էտապում գերագույն աստծո ազնվորությունը կեղծիքը չի անդուրժի։ Այդ փորձություն, բան, սա խոսակցությունները, երբ որ խոսացվում է, դա ոչ մեկ որ Աստված ինքը ընդհանրապես կարիք չունի ոչ մեկին փորձարկի։ Ես դրա մասին խոսում եմ, չէ՞։ Այդ փորձությունները դրանք կենթանիակի մեջի կեղծիքը հայտնաբերելու գործընթացներն են։ Հա, երբ որ ազնվորությունը ինքը համարում է, որ ես իմ ինչ, ու գերագույն աստծո ազնվորությունը իրան միած սիտուացիա տալիս, որ ինքը տեսնում է, որ ինքը ես իմ ինչ է։ Հասկացաք, չէ՞։ Կամ արդեն այդպիսի իրադարձություններ կարող են ձևավորվեն ուրիշ պայմաններում։ Երբ որ ազնվորությունը ինքը խնդիր ունի, այսինքն միսիոներ, հա, ոնց է։ Նրանք ովքեր առաքինություն ունեն, էլի այս աշխարհում, այսինքն մաքուր հոգիները, որոնք իրանք գալիս են անմիջապես հոգևոր աշխարհից, աստվածային գործերը առաջ տանելու, չէ՞, եւ հատկապես, որտեղ այդ փորձարկել, դա մենակ աստվածամերժության դարաշրջանում է պետք գալիս, ինչու համար, որովհետեւ աստվածամերժերը իրանք չեն կարողանում ճանաչել սրբերին։ Եվ շատ հաճախ իրանք ընկնում են ստախոսների ազդեցության տակ, միանում են ստախոսների հետ եւ հալածում են իրական սրբերին։ Այս երևույթը ինքը տեղի է ունենում միայն եւ միայն աստվածամերժության դարաշրջանում, չէ։ Այստեղա որ մեկ էլ գերագույն աստծո ազնվորությունը ինքը կարիք է ունենում նվիրալին դնի մի հատ այնպիսի սիտուացիայի մեջ, որ բոլորի համար ակնհայտ դառնա, որ ինքը սովորական է չի։ Օրինակ ասենք այս զատիկա չէ լինելով ամենավառ դրա օրինակներից մեկը, որ ասենք բոլորի համար հասկանալի է, դա Հիսուսի օրինակն է։ Չէ, երբ որ իր հայրը իրան այնպիսի իրավիճակի մեջ դրեց, որ ոչ մի նյութապաշտ, ոչ մի ազնվորություն, որը իշխանության հետևից էր եկել, կամ փառքի հետևից էր եկել, կամ որևիցե նյութական արդյունքի հետևից էր եկել, ինքը վերջում չէր կարող ասել ների, որտեղ չեն հասկանում ինչ արեցին։ Այդ մի հատ նախադասությունը մարդկությանը լսեցնելու համար Հիսուսը անցավ են ամեն ինչի մեջով, ինչի մեջով որ անցավ։ Հա, որպեսզի հետագայում, երբ որ մարդիկ ուսումնասիրում են իրար կյանքը, հոգեբանորեն իրանք հասկանան, որ կեղծավորը տենց բառ այդ վիճակում չեն կարող ասել։ Որպեսզի հասկացվի, թե ինքը ինչ մակարդակի անձնավորություն է եղել ընթանում։ Էտա չէ իրա, ինչ որ ինքը արեցի, հետի պիկն է, չէ։ Դուք մոտավորապես պատկերացնում եք իրան ինչեր են արել։ Հա, բայց էլի հերու չգրանք, մոտավորապես պատկերացնում եք, էդի ոնց էր ցավ։
Հա, ու ասենք մի հատ պատկերացրեք Աստված հերոպայի, եթե այդ նույն բանը Աստված ձեր հանդեպ թույլ տար։ Այնտեղ լիքը մարդիկ կային, չէ՞ որ թույլ էր տալի։ Այն ժամանակ հռոմեացիները բոլորին էլ խաչում էին։ Ճանապարհների վրա խաչում էին, չէ՞։ Որ օրինակ լինի, որ մարդիկ վախենան։ Հիսուսը միակը չի եղել, էլի որ իր այդ տենց են վարվել, բայց ինքը միակն ա եղել, ով ասեց ների։ Ու հասկանում եք, չէ՞ որ եթե ինքը սովորական մարդ լիներ, այդ սիտուացիայի մեջ ему было бы не до этого. Ինքը կխոսար այն, ինչ որ ինքը այդ պահին զգում էր, ինքը կամ ցավից կգոռար, կամ կուշաթափվեր, կամ կասեր խղճացեք, կամ կանիծեր, ինչ որ կարար հետև կաներ, չէ՞։ Ոնց որ կաներ մեզանից ցանկացածը։ Իսկ ինքը ասեց ներ։ Եվ դրանով ցույց տվեց, թե ինքը ով էր։ Որ ինքը սովորական մարդ չէ, որտեղ սովորական մարդը այդ վիճակում լրիվ ուրիշ բաներ է ասում։ Չէ՞։ Ինքը այդտեղ մի հատ թեմա ուներ, որ կարող էր ամբողջ ընթացքում քննարկել։ Այդ այն էր, որ գողին բաց թողեցին իրան սենց են անում։ Ինքը կարող ասել, բա դուք անասուններ, բա դուք մարդ եք вообще, ինչ արեցիք, այս տականքին սենց արեցիք, ինձ սենց եք անում, որ մեղքից համար, չգիտես, ամենաբանը, էլի ամենաբարձրը։ Արդարության թեման կբարձրացներ։ Իսկ ինքը պրոստը ասեցներ։ Մեկ էլ այդ ժամանակը փորձություններ ա տրվում, դա տեղի ունենում միայն աստվածամերժության դարաշրջանում։ Որտեղ միայն աստվածամերժության դարաշրջանում ա որ կենթանիակը ինքը տենց համոզմունք ունի, որ Սուրբը պիտի տառապանքի դիմանա, որ ես հավատամ, որ ինքը Սուրբ ա։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար ասենք ոնց է կստել։ Փորձությունների թեման, չէ՞։ Մնացած բոլոր դեպքերում, չէ՞, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպես անկեղծ հոգու տալիս է ճանապարհը։ Ասում է, դու քեզ քո մեջ ստուգի։ Եթե դու արդեն բարոյական ես, ուրեմն այս этаպը ինքը քո համար չի։ Հանգիստ կարող ես շարունակես մնալ բարոյական, հա, եւ անցնել հաջորդ этаպին։ Հրաժարման։ Նստի հիմա կարդա, թե ոնց անես, որ կապվածություններից հրաժարվես, որ ասենք պարտականությունների դիմաց ոչ մի ակնկալիք չունենաս, եսի մեզ են են, ասկան հաջորդ բանը, հասկանում եք, դեղ, պետք չի վախենալ գնահատել, որովհետև և բարոյականության բաներ, պլանկաներն են տված, որ դու կարող ես նայես, այսի ունեմ, թե չունեմ, այսի ունեմ, թե չունեմ, այսի ունեմ, թե չունեմ, բան չի էլի, բայց ամենը անկեղծությունն է պետք, չէ՞։ Ու տեսեք ասենք, երբ որ կրոնի դաշտը ինքը բան ա լինում, էլի ոչ անկեղծ ա լինում, չէ՞։ Այդտեղ մարդուն այսպես շրջաններով պատտում են այն աստիճանի վրա, որը միակն է, որ այդ տեսությունն իր մեջ բանա, ինչ-որ մի հատ գիտելիք ա պարունակում։ Հիմնականում դա բարոյականությունն է։ Չէ՞ թե դուք հիմա մի հատ sense հայացք նետեք, ասեք դուք կտեսնեք, որ հիմնականում կրոնը ինքը այսպես պատույտերով քեզանից այդ նույն բարոյականության մեջ ինչ-որ ավելի ու ավելի այնպես ոնց որ էլ արդեն քամել ես, հա, այդ քամել ես, այսինքն ջուր չկա մեջ, ասում են չէ, պիտի էլի քամես, էլի բարոյականություն հանի մեջից, էլի անի, բայց ինչ-որ մի հատ պահ կա, երբ որ դու էդի քամում ես, դու արդեն կտորն ես ճաղում, որտեվ իր մեջ էլ ջուր չկա։ Չէ՞։ Այս բաները պետք չի անել։ Հասկանում եք։ Եվ ոչ էլ պետքա կախված լինել։ Ամեն մարդ ինքը իրանով կարող է ծանոթանալ, թե ինչա պահանջվում, ինչա անվանում բարոյականություն տվյալ կրոնականությունը, եւ ինքը կարող է իր մեջ նայի տեսնի, ինքը դա ունի թե չունի։ Եվ եթե չունի, այո, անպայման պիտի զբաղվի դրանով, որտեղ առանց այդ этаպի, հա, այդ այլի որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը թույլ չի տա որ դու թողնես։
Դուք թռնես, ինքը այդտեղ քո համար մի հատ նենց փորձություն կսարքի, որ դու ստիպված լինես վերադառնաս, ոչ ասեմ, օրինակ դու հրաժարվածի որակավորում պատրաստ չէիր հրաժարվածի դասի, հա, մտար հրաժարվածի դասի մեջ։ Սկսեցիր ձևացնել, որ դու իմաստուն ես, հրաժարված ես, ինչմիշ ես, իսի ակու համար մեկ է, նի ակու համար մեկ, մեկ է մի օր եկավ մի հատ պոչիկով աղջիկ, ու քո բոլոր հարցերը լուծեց, ու դու մեկ էլ այդ հրաժարվածության մեջ հայտնվեցիր Զաքսում։ Վсё։ Սա ինչ էր, փորձություն էր, չէ, քո կեղծիքը քո համար, ոչ թե ուրիշների է, քո համար ի հայտ բերելու, թույլ չի տա։ Այս իրական հոգևոր կյանքում կեղծիքը չի աշխատում։ Հասկանում եք, չի աշխատում, այդ դերասանությունը ինքը բան այլի։ Հոգևոր կյանքում դերասանության ճանապարհը կարճ է։ Հա, ում ուզես կարող ես քեզ խաբես, կարող ես մարդկանց խաբես, բայց Աստված ինքը միշտ ձևը կգտնի, ոնց քեզ խցկի աչքերը, որ այս բանը դու դեռ չունես, ուր ես խցկվել։ Հա? Ու սա ամենակարևոր ուրեմն օրենքներից մեկն է, որ երբեք հոգևոր կյանքում չի կարելի շտապել վերցնել ինչ-որ բան։ Մարդիկ իրանք սովորաբար այդ տրամադրությունն ունեն, որ վայ բան, իրան ինձ հավես Աստծո մասին լսել է, եկեք մենակ Աստծո մասին պատմենք, հա։ Ու փոքր ցույց է տալիս, որ ոչ մի մարդում այդ process-ը ավելի լավ մարդ չի դարձրել։ Հասկանում եք։ Այսինքն իրականում ինքը երբ որ այդպիսի բան է ուզում, չէ, դա խոսում է մի բանի մասին, որ ինքը չունի ներքին կենտրոնացում իրան մաքրելու։ Ինքը իր հետ աշխատելու կենտրոնացում չունի, եւ հիմա էլ Աստծո մասին լսելն է։ Մենք կոպիտ խոսքով ասում ենք կարելի է, այսինքն Աստծո մասին լսելն է ինքը իրան ցրելու ինքը, որ մենակ թե չզբաղվեմ ինձանով։ Հասկանում եք։ Ովսի շատ կարևոր է, ու գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հետ առաջ թույլ չի տալու։ Դրա համար ամենասկզբում պետք է անկեղծորեն վերցնել այդ այն բանը, այն պրակտիկան, որը ինքը, որի գլխավոր խոսքը դա պետք է։ Պետք է, որովհետև ճիշտը սա է։ Վсё։ Եվ այդտեղ, եթե կենդանիակը բաց թողումներ է թողնում, դա անպայման անդրադառնում է իր հոգևոր արդյունքների վրա։ Եղավ։ Այս ուսկանը մնացածը արդեն հաջորդ անգամ։ Երբ են այլ ճախրի վայրում։